Բարև սարգելի ֆուտբոլասերներ, Afելի Summer Cup-ի խմբային փուլը մոտենում է ավարտին։ Այսօր տեղի ունենում 7-րդ տուրը եւ մենք բոլորս միասին հնարավորություն ունենք հետևելու 7-րդ տուրի Ռեալ Մադրիդ Թեղենիս հանդիպման ընթացքին։ Ֆուտբոլիստները մրցավարի ուղեկցությամբ դուրս են եկել խաղադաշտ։ Ամեն ինչ պատրաստ է խաղի մեկնարկի համար, թիմերը հանդիպմանը մոտեցել են բարձր տրամադրությամբ, մարտական տրամադրվածությամբ։ Կարևոր խաղ է երկու թիմերի համար էլ ճիշտ է մրցաշարային աղյուսակում այնպես իրավիճակ է, որ հաղթանակը առավել շատ հարկավոր է Թեղենիսին, քանի որ Թեղենիսը գտնվում է մրցաշարային աղյուսակի B խմբի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում վաստակած 10 միավորով եւ ընդամենը 2 միավորով է ետ մնում առաջատար Վերդերից եւ Ինտերից։ Չնայած դրան, որ Վերդերն էլ մեկ խաղ պակաս է անցկացրել, իսկ Մադրիդի Ռեալը գտնվում է նախավերջին տեղում իր ակտիվում ունենալով ընդամենը 4 միավոր։ Տեսնենք ինչ ընթացք ունենա հանդիպումը բարեկամներ։ Քիչ անց կսկսվի հանդիպումը, կլսվի մրցավար Ռաֆայել Ղազարյանի մեկնարկային սուլիչը։ Հանդիպումը մեկնարկում է գնդակով Թեղենիսի ֆուտբոլիստներն են եւ այս պահին եկեք անցնենք մրցող թիմերի կազմերին։ Այս գրոյից հետո կներկայացնեմ խլում են գնդակը Ռեալի ֆուտբոլիստները։ Սկսենք Ռեալ Մադրիդից համար 9 Գոր Մանուչարյան, համար 10 Էրիկ Մանուկյան, համար 11 Գրիգոր Սարոյան, համար 12 Էրիկ Կարապետյան, համար 16 Արսեն Արսենյան, համար 22 Արարատ Ղազարյան, համար 26 Ժորա Գևորգյան, համար 28 Արմեն Ապերյան, համար 77 Սիրեկ Մակթաղյան եւ համար 93 Արսեն Հակոբյանն թիմի ավագն է։ Թեղենիս, համար 2 Խաչիկ Սեթրակյան, համար 3 Արամայիս Գրիգորյան, համար 5 Տիգրան Գալստյան, համար 8 Սադ Էլոա, հիմա վտանգավոր հարված էր եւ անկյունային հարված, համար 9 Վարդան Հովանիսյան, համար 10 Լևոն Հակոբյան, նա թիմի ավագն է, համար 15 NIG Մուհամեդ, համար 16 Տարոն Թուղթարյան, համար 17 Ռուբեն Ալեքսանյան, համար 19 Մաքսիմ Սարգսյան, համար 20 Վարդան Կոշկարյան, համար 30 Խաչիկ Հովանիսյան եւ համար 77 Արսեն Ներսիսյան։ Ռեալի ֆուտբոլիստը տիրում է գնդակին եւ փորձում կենտրոնով շարժվել առաջ։ Հարված եւ բարձր էր հարվածը։ Այո, այսօր Թեղենիսը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաղթանակ տանի եւ ժամանակավորապես իհարկե շրջանցի Ինտերին եւ Վերդերին, իսկ Ռեալը փորձի խմբային փուլը ավարտել հաղթանակով, փոխանցում եւ հրաշքով հիմա գնդակը չհայտնվեց Ռեալի դարպասում անկյունային արված իրավունք են վաստակում Թեղենիսի ֆուտբոլիստները։ Լևոն Հակոբյանն է գնդակի մոտ։ Հակոբյան փոխանցում, հարված եւ գոլ։ Գոլ բարեկամներ, հաշիվը բացված է, Թեղենիսը կարողանում է հանդիպման մեկնարկում բացել հանդիպման հաշիվը եւ գոլի հեղինակը Թեղենիսի 19 համարն է։ Մեկ 0 Մաքսիմ Սարգսյանը բացում է հանդիպման հաշիվը Լևոն Հակոբյանի հրաշալի փոխանցումից հետո Սարգսյանը գլխի գեղեցիկ հարվածով բացեց խաղի հաշիվը, իսկ հիմա
Ռեալը կփորձի իհարկե անել հնարավոր ամեն ինչ հավասարեցնելու հաշիվը կնետվի առաջ։ Տեղանիսի մոտ է գնդակը, երբ փոխանցում դեպի դարպասապահը չեն շտապում, Տեղանիսի ֆուտբոլիստները երկար փոխանցում առաջ, հրաշալի փոխանցում էր։ Պատասխան փոխանցումը ուժեղ էր եւ Տեղանիսի ֆուտբոլիստը չհասավ գնդակին։ Հարված Ռեալի դարպասից նկատեցիք, որ Ռեալի կազմում այսօր բացակայում են Լևոն Մարտիրոսյանը և Արսեն Աբոյանը։ Մանուչարյան հետ փոխանցում։ Ասում է գնդակին Մանուչարյանը, բայց Տեղանիսի ֆուտբոլիստը վտանգավոր դրություն է և ինչ է անում հիմա Տեղանիսի դարպասապահը։ Հրաշքով գնդակը չհայտնվեց Տեղանիսի դարպասում, անկյունային հարված։ Հրաշալի հնարավորություն էր ստացել Ռեալի ֆուտբոլիստը հավասարեցնելու հաշիվը։ Մնում է գնդակը Ռեալի մոտ։ Լորա Գևորգյան փոխանցում առաջ անհաջող էր։ Փոշկարյանը ստանում է գնդակը փոխանցում առաջ, բայց անհաջող փոխանցում էր։ Հիմա տեսնենք Ռեալի արագ հակագրոհը պսակվում է անհաջողությամբ Փոշկարյան 2-0 Վարդան Փոշկարյան 2-0 2-0 հանդիպման 6-րդ րոպեն է Վարդան Փոշկարյանը խլելով գնդակը Ռեալի ֆուտբոլիստից մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ և սառնասրտորեն գնդակ ուղարկեց Ռեալի դարպասը։ Երկար փոխանցում առաջ։ Մանուչարյան փոխանցում աչքի եզր, բայց չհասավ գնդակը Արսեն Հակոբյանին, հիմա Տեղանիսն է գնդակով հարված 3-0 Ինչ է կատարվում բարեկամներ 3-0 Մաքսիմ Սարգսյանը դառնում է դուբլի հեղինակ։ Կրկին Ռեալի ֆուտբոլիստի անհաջող փոխանցումից հետո Սարգսյանը խլում է գնդակը և գրավում դարպասը 3-0 հիմա անկյունային իրավունք են վաստակել Ռեալի ֆուտբոլիստները։ Տեսնենք ինչպես կիրացնեն այս անկյունայինը։ Հարված և բարձր էր հարվածը։ Փորձում է նույնիսկ այս հաշվի դեպքում Ռեալը փորձում է գրավել մրցակցի դարպասը, փորձում է շարժվել առաջ։ Սուլի չկա, կարող են շարունակել հանդիպումը, փոխանցում առաջ։ Եվ հարված Ռեալի դարպասից։ Հրաշալի մարզավիճակում են գտնվում Տեղանիսի ֆուտբոլիստները։ Հասնում է գնդակին Ռեալի ֆուտբոլիստը։ Վտանգավոր գրոհ կարող է ստացվել։ Հարված։ Տեղանիսի պաշտպանը գնդակը հարվածը իր վրա է վերցնում Սարոյան։ Թափս է տալիս, հարված։ Եվ դարպասապահը շատ հանգիստ վերցնում է գնդակը և առանց տապելու գնդակն ուղարկում է խաղընկերոջը։ Փոխանցում առաջ, բայց Գևորգյանը
Ստանում է գնդակը փոխանցում դեպի Մանուչարյանը։ Ինչպես հրաշալի գրոհում են Թեղանիսի ֆուտբոլիստները, այնպես էլ հրաշալի պաշտպանվում են։ Փոխանցում առաջ։ Չկարողացավ ինչպես հարկն է կասեցնել գնդակը Ռեալի ֆուտբոլիստը։ Հասնում է գնդակին Լևոն Հակոբյանը, հրաշալի փոխանցում։ Կոշկարյան, անհաջող։ Մանուչարյանը ստանում է գնդակը և փոխանցում Էրիկ Մանուկյան։ Շրջանցում է նաև մյուս ֆուտբոլիստին Թեղանիսի հրաշալի է խաղում, բայց Կոշկարյանը խլում է գնդակը և վարկյաններ անց գնդակի կորուստ։ Վտանգավոր դիրքում Ռեալի ֆուտբոլիստները ստանում են ոչ 11 մետրանոց, այո 11 մետրանոց Տուգանային հրապարակի մատուցներում էր գնդակը դիպչել Թեղանիսի ֆուտբոլիստի ձեռքին և հարվածողը Էրիկ Մանուկյանն է, կարող է իհարկե մեղմացնել հաշիվը Մանուկյանը։ Տեսնենք, Էրիկ Մանուկյան և ինչ է անում։ Էրիկ Մանուկյանը բարձր է հարվածում։ Բավականին բարձր ստացվեց հարվածը, բարեկամներ։ Եվ Ռեալը կորցնում է իր դերևս ամենա Ռեալ գոլային պահը, այսպես ասած։ Թեղանիսն գնդակով Հակոբյան փոխանցում կենտրոն։ Հարված և գոլ։ 4-0 բարեկամներ։ Չորսրո բարեկամներ Վարդան Հովանեսյանը հաշիվը դարձնում է 4-0, էլ ավելի խոշոր։ Եվ Թեղանիսը հաշիվը դարձնում է էլ ավելի ջախջախիչ։ Մանուչարյան, փոխանցում Աչիազար։ Հենց առաջին խաղակեսում արդեն 4 գնդակ ունենք խփված բարեկամներ։ Անհաջող փոխանցում էր Մաքսիմ Սարգսյան։ Փոխում է գնդակը Սարգսյանը, Մանուկյանի հետ փոխանցում։ Փորձեց գեղեցիկ կերպով շրջանցել մրցակցի ֆուտբոլիստին, Սարգսյանը գնդակը ուղարկում է դեպի Ձախիազար։ Կոշկարյան, Սարգսյան չկարողացավ ընդունել Սարգսյանի, իսկ հիմա տեսնենք Ռեալի արագ հակագրոհը Մանուկյան։ Հարված և շեղեր։ Շեղեր, Մանուկյանի հարվածը, Մանուկյանը փորձում է ուղղել սխալը։ Չիրացրած 11 մետրոնից փորձում է հեռահար հարվածնելով գրավել դարպասը Կոշկարյան, Մաքսիմ Սարգսյան փորձ է շրջանցել, բայց հարված Ռեալի դարպասից։ Համար պայքար գնդակի համար և խաղի կանոնների խախտում։ Կոշկարյանը խախտեց կանոնները։ Այո, Մադրիդի Ռեալը չի հանձնվում, շարժում է առաջ
Ամեն ինչ անում է, որպեսզի գրավի մրցակցի դարպասը, չնայած նրան, որ Տեղենիսը հրաշալի կերպով պաշտպանվում է եւ հաղթում է արդեն 4-0 հաշվով։ Փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, հարված։ Վտանգավոր դրություն է հարված եւ պաշտպանը փակում է պատասխան հարվածը։ Հարված եւ դարպասապահ հրաշալի է խաղում։ Ինչպիսի խառը իրավիճակ էր Տեղենիսի Տուգանային հրապարակում։ Ռեալի 11 համարը հարվածեց վերջինը դարպասին եւ Տեղենիսի դարպասապահ Փայլուն սեյվի հեղինակ դարձավ եւ փրկեց իր թիմին վերաս գոլից։ Հիմա Ռեալն է գնդակով։ Մանուչարյան հրաշալի խաղում Մանուչարյանը։ Էրիկ Կարապետյան, Մանուկյան, անհաջող էր։ Տեղենիսը հաղթում է 4-0 հաշվով Սաֆելի Summer Cup-ի 7-րդ տուրի հանդիպում է։ Եթե հանդիպումը այսպես էլ ավարտվի, ապա Տեղենիսը կվաստակի 13 միավոր ժամանակավորապես կշրջանցի Վերդերին եւ Ինտերին։ Չնայած նրան, որ Վերդերն էլ մեկ հանդիպում էլ պակաս է անցկացրել եւ դա էլ հաղթելու դեպքում էլ ավելի կամրապնդի իր դիրքերը առաջին հորիզոնականում։ Ետ փոխանցում Չէ շտապում Ռեալի ֆուտբոլիստները Մանուչարյան Կենտրոնով սլանում է առաջ Գոր Մանուչարյանը Մանուկյան Տերողություն Կարապետյան Էրիկ Կարապետյան փոխանցում դեպի Մանուկյանը Փակ է Տեղենիսի Տուգանային հրապարակ տանող բոլոր ճանապարհները Խապս է տալիս Մնում է գնդակը Ռեալի մոտ, տեսնենք Հարված Դարպասապահ կրկին անգամ հրաշալի խաղում ֆանտաստիկ հարված էր, բայց ոչ պակաս ֆանտաստիկ սեյվի հեղինակ է դառնում Տեղենիսի դարպասապահը Հիմա Ռեալը վաստակել է Տուգանային անկյունային հարվածի իրավունք Փոխանցում Հարված չստացվեց հարվածը Եզրային նետման իրավունք են վաստակում Տեղենիսի ֆուտբոլիստները Մանուչարյան Հարված Մանուկյան ստանում է գնդակը, փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, բայց ուժեղ էր Էրիկ Մանուկյանի փոխանցումը Ռեալի դարպասապահ գնդակն ուղարկում է Աչեզր, Հապերյան Խնում են գնդակը Տեղենիսի ֆուտբոլիստները, փոխանցում դեպի կենտրոն, բայց Ռեալի խաղացողը գնդակը դուրս է բերում դաշտի սահմաններից, եզրային նետում
Մաքսիմ Սարգսյան հերթական եզրային նետումը Հակոբյան կորցնում է գնդակը, բայց մնում է այն Տեղանիսի մոտ Կրկին Հակոբյան հարված փակում են գնդակի ճանապարհը Թոխանցում առաջ անկյունային Թոխանցում վտախառը իրավիճակ է հարված և հերթական անկյունային է Խաղարկում են անկյունայինը Թոխանցում Աչիեզր Վարդան Հովհաննիսյան Թոխանցում Տուգանային հրապարակ հարված Փորձեց գեղեցիկ կերպով Սարգսյանը գրավել դարպասը չստացվեց հարվածը Մանուշարյան Ոչ, Մանու Կարապետյանն էր գնդակով Հիմա Թեղենիսի արագ հակագրոհը կենտրոնով տեսնենք ինչ ընթացք ունենա փոխանցում, բայց Մանուկյանը հասնում է և գնդակը դուրս է բերում դաշտի սահմաններից անկյունային հարված Հերթական անկյունայինը կտեսնենք Թեղենիսի ֆուտբոլիստների կատարմամբ Փոխանցում, հարված և դարպասապահը տիրում է գնդակին և այն անմիջապես ուղարկում դեպի Էրիկ Կարապետյանը Հասնում է գնդակին Կարապետյանը Այո, վաստակում է անկյունային հարվածի իրավունք Անկյունայինը իրացված է Չեզոքացնում է սպառնալիքը Թեղենիսի ֆուտբոլիստները Տեսնենք ինչպես կավարտվի այս գրոհը, հարված և անհաջող էր հարվածը Ռեալի մոտ է գնդակը, հարված, փոխանցում հարված և ինչպիսի դիրքից է վրիպում Էրիկ Կարապետյանը Չի ստացվում այսօր, ոչինչ չի ստացվում Ռեալի մոտ Մանուկյան Անհաջող էր Վարդան Հովհաննիսյան Փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, բայց Ռեալի դարպասապահը տիրում է գնդակին և այն անմիջապես ուղարկում Մանուչարյանը Մանուկյան տեղափոխվել է խաղադաշտի Աչիեզր Փոխանցում դեպի Տուգանային հրապարակ և դարպասապահը ստիպում է մրցակցին խախտել խաղի կանոնները Քիչ ժամանակ է մնում առաջին խաղակեսի ավարտին 4-0 հաշվով Թեղենիսը հաղթում է Ռեալին
երկար փոխանցում առաջ դեպի Հովհաննիսյանը, բայց Ռեալի ֆուտբոլիստը հեռացնում է գնդակը դաշտի սահմաններից։ Հրաշալի են համագործակցում խաղադաշտում Թեղենիսի ֆուտբոլիստները։ Ճշգրիտ փոխանցումներ, բավականին ճշգրիտ փոխանցումներ։ Արված եւ հերթական անկյունային հրաշալի խաղաց Ռեալի դարպասապահը։ Փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, հեռացված է Արված եւ Մանուչարյանը իր վրա է վերցնում Արվածը։ Եվ հերթական անկյունայինը խաղարկում են Փոխանցում Դարպասապահը վերցնում է գնդակը եւ Ռեալի գրողը Մանուչարյան հրաշալի խաղում Գոր Մանուչարյանը պետք է փոխանցում կատարել խաղի կանոնների խախտում փոխանցում առաջ Կարապետյան, Մանուկյան Առաջի խաղակեսը ավարտվում է, բարեկամներ 4-0 հաշվով Թեղենիսը հաղթում է Ռեալին Այս պահին կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք ռեպորտաժը Բարեկամներ վերադառնում ենք Ուրարտու մարզադաշտ, որտեղ այսօր տեղի ունենում Აფելի Summer Cup-ի 7-րդ տուրի Ռեալ Մադրիդ Թեղենիս հանդիպումը սկսված է երկրորդ խաղակեսը առաջին կեսից հետո Թեղենիսը հաղթում է 4-0 հաշվով Բավականին հետաքրքիր առաջին խաղակես ունեցանք բարեկամներ գոլ առատ Թեղենիսը 4 անպատասխան գնդակ ուղարկեց Ռեալի դարպասը Եվ հիմա մրցավարը կգա եւ կդիտի այս դրվագի կրկնապատկերը եւ նոր կկայացնի որոշում։ Տեսնենք ինչ որոշում կկայացնի մրցավարը եւ 11 մետրանոց հարված։ Այո, 11 մետրանոց հարված։ Թեղենիսը կարող է 5-րդ գնդակը ուղարկել Ռեալի դարպասը եւ տեսնենք ով է հարվածելու։ Կարծես Լևոն Հակոբյանն է 10 համարի մարզաշապիկով։ Այո, Լևոն Հակոբյան թիմի ավակը կիրացնի 11 մետրանոց հարվածը, տեսնենք, կդառնա հաշիվը 5-0 թե ոչ։ Հակոբյան, հարված, գոլ, 5-0։ Փոխանցում առաջ 5-0 բարեկամներ Թեղենիսը չի հանձնվում, շարունակում է գրոհել էլ ավելի զարգացնելու իր հաջողությունը Հովհաննիսյան փոխանցում առաջ Մանուկյանի փոխանցումը անհաջող է Չհասկացան միմյանց Թեղենիսի ֆուտբոլիստները Սաքսյան Տեղափոխում է կենտրոն, փոխանցում Աչեզեր Հոպյան Փոխանցում
Հարվածը չստացվեց Մաքսիմ Սարգսյանի։ Երկար փոխանցում առաջ Էրիկ Կարապետյան, Մանուկյան չհասավ գնդակին, բայց Մանուչարյանը հասնում է գնդակին և վարկյաններ անց գնդակի կորուստ։ Երկրորդ կեսում շատ են սխալվում նաև Թեղենիսի ֆուտբոլիստները փոխանցման պահին։ Խլում է գնդակը Ռեալի ֆուտբոլիստը Էրիկ Մանուկյան, կենտրոնով սլանում է առաջ Մանուկյանը։ Փոխանցում է պետք կատարել, Կարապետյանը տուգանային հրապարակում սպասում է փոխանցմանը, բայց չկարողացավ Մանուկյանը ինչպես հակն է փոխանցում կատարել և Թեղենիսը ձեռնարկում է արագ հակագրով, բայց անհաջող էր։ Կոշկարյանի փոխանցումը չհասավ հասցեատիրոջը։ Հարված Ռեալի դարպասից։ Ջորա Գևորգյան, Մանուկյան, չի ստացվում, ոչ մի կերպ չի ստացվում այսօր Ռեալի ֆուտբոլիստների մոտ։ Հաչեսրով Թեղենիսը գրոհում է և Մանուչարյանը ստանում է գնդակը, բայց չի շտապում շարժվել առաջ, Հակոբյան։ Հրաշալի փոխանցում էր, բայց Գևորգյանն առաջինն է հասնում գնդակին և հեռացնում գնդակը։ Հարված բավականին բարձր ստացվեց Կոշկարյանի հարվածը։ Շրջապակեցին Ռեալի ֆուտբոլիստին և խլեցին գնդակը, Հակոբյան։ Հռեցված է գնդակը, Մանուկյանը ստանում է գնդակը և փոխանցում կենտրոն, Կարապետյան։ Համար պայքար գնդակի համար, բայց Կոշկարյան փոխանցում, Հակոբյան, ֆանտաստիկ էր, 6-0։ Վեցրո բարեկամներ, ինչ են անում Թեղենիսի ֆուտբոլիստները, ինչպիսի հրաշալի հանդիպում են ցույց տալիս։ Մանուկյան, կրկին Թեղենիսն է գրոհում արդեն աչեզրով, բայց դարպասապահ Արսեն Արսենյանը տիրում է գնդակին և անմիջապես ուղարկում դեպի Ջորա Գևորգյանը։ Հեռացնել է պետք, այդպես էլ անում է եզրային նետում։ Եզրից Ռեալը կնետի գնդակը խաղի մեջ, Մանուկյան։ Կարապետյանը հարմար դիրքում սպասում է փոխանցման, բայց գնդակը դիպավ, կարծես թե Թեղենիսի ֆուտբոլիստի ձեռքին և բավականին վտանգավոր դիրքում Ռեալը ստանում է տուգանային հարվածի իրավունք։ Գոր Մանուչարյան և Էրիկ Մանուկյան գնդակի մոտ տեսնեկով կհարվածի։
Մանուչարյանն է պատրաստում հարվածել։ Ոչ Կարապետյան։ Հրաշալի խաղաց Թեղենիսի դարպասապահը։ Հրաշալի ցածկով իրենց գնդակին։ Գևորգյան, փոխանցում ձախեց վրա Հակոբյան։ Մանուչարյան, հրաշալի խաղում, Մանուչարյանը հարվածել է պետք, փոխանցում, անհաջող էր փոխանցումը և Թեղենիսի արագ հակագրոհը Վարդան Հովհաննիսյան, Կոշկայան, Հովհաննիսյան, հարված և անկյունային Անկյունայինը իրացված է, խապս է տալիս, հարված և բարձր էր հարվածը, դուրս եկավ հարվածային դիրք հարվածեց դարպասին, Թեղենիսի երկու համարը, սակայն հարվածը մի փոքր բարձր ընթացավ և հիմա Արսեն Արսենյանը գնդակը երկար փոխանցումով ուղարկում է առաջ, Կարապետյան փոխանցում դեպի Մանուկյանը, կհասնի գնդակին ոչ, ուժեղ էր փոխանցումը, Թեղենիսն է գնդակով, կենտրոնով շարժում են առաջ, փոխանցում Հովհաննիսյան, խլում է գնդակը Ռեալի ֆուտբոլիստը հրաշալի խաղաց, հեռացնել է պետք, Մաքսիմ Սարգսյան, և փոխանցում Ռեալն է գնդակով, խաղի կանոնների խախտում, Հակոբյանը խախտեց կանոնները, հրաշալի փոխանցում է ստանում Գևորգյանը, բայց պատասխան փոխանցումն անհաջող էր Հովհաննիսյան, խլում է Մանուչարյանը գնդակը, համար պայքար գնդակի համար, փոխանցում է պետք կատարել, բայց կորցնում է գնդակը Գոր Մանուչարյանը, հիմա Թեղենիսի հակագրոհը տեսնենք փոխանցում, Կոշկարյան, հարվածում է Կոշկարյանը, այքես դրվակ, հրաշղը գնդակը չայտով է դարպասում, շատ լավ խաղաց այս դրվագում Արսեն Արսենյանը, իսկ հա պատասխան հարվածը Թեղենիսի շեղ ընթացավ և հիմա Արսենյանը գնդակը կմցնի աղի մեջ, Վեց 0 Թեղենիսը հաղթում է Ռեալին Սամր քափի 7-րդ տուրի շրջանակներում Սա խմբային փուլի վերջին տուրն է բարեկամներ Հովհաննիսյան հրաշալի փոխանցում Հակոբյան տեսնենք լավ գրող կարող է ստացվել հարված Ռեալի դարպասից Մոտ 10 րոպե ժամանակ հիմնական, խաղի հիմնական ժամանակին Մանուկյան
Կարապետյան Գևորգյանը սպասում է փոխանցման, բայց գնդակի կորուստ պարզ իրավիճակում Մանուկյանը կենտրոնում ստանում է գնդակը, հարվածում է դարպասին, բայց շեղեր։ Հարվածը նաև թույլ։ Երկար փոխանցում առաջ դեպի Կոշկարյանը, բայց Ռեալի ֆուտբոլիստը հեռացնում է գնդակը։ Մաքսիմ Սարգսյանը տիրում է գնդակին, հրաշալի կերպով ազատվում է մրցակցի ֆուտբոլիստից, փոխանցում առաջ, բայց ուժեղ էր փոխանցումը չհասավ։ Հովհաննիսյանը գնդակին։ Մանուկյանը նահանջել է Գևորգյան Էրիկ Կարապետյան փոխանցում, հարված և հրաշալի է խաղում Տեղենիսի դարպասապահը փրկելով իր թիմի վերած գոլից և Տեղենիսը ստանում է եզրային նետման իրավունք Հարված և շեղեր Հարված և հրաշալի է խաղում դարպասապահը ևս մեկ հարված և անկյունային Անկյունայինը իրացված է հարված և անհաջող էր Մանուկյանի հարվածը Կարողանան գոնե հեղինակության գնդակ խփել ռեալի ֆուտբոլիստները, թե ոչ Բայց շտապելը պետք քանի որ 7 րոպե ժամանակ է մնում խաղի ավարտին Մանուկյան հարված և կրկին անգամ փայլուն է խաղում դարպասապահը Արագ հակակրոտ Թեղենիսի ֆուտբոլիստների կողմից, տեսնենք Կոշկարյան, փոխանցում Խառը իրավիճակ է և վերջնական հարվածը շեղ ստացվեց Թեղենիսի ֆուտբոլիստի Հակոբյան հրաշալի փոխանցում էր, բայց Կարապետյանը չհասավ փոխանցմանը Հիմա տեսնենք ինչպիսի զարգացում կստանա Թեղենիսի հակակրոհը Կոշկարյան Հարված ռեալի դարպասից Փոխանցում դեպի Մանուչարյանը Հակոբյան Յորա Գևորգյան փոխանցում ձախ եզր դեպի Մանուկյանը ստանում է գնդակը Մանուկյանը փոխանցում առաջ, բայց հասավ գնդակին Գևորգյանը խապս է տալիս Խաղի կանոնների խախտում, այո, ակնհայտ կանոնների խախտում Գևորգյանի հետ պայքարում Արսեն Հակոբյանն է գնդակի մոտ Կիրասլի տուգանային հարվածը Փոխանցում հարված և կրկին անգամ հրաշալի է խաղում
Տեղենիսի դարպասապահը շատ լավ հանդիպում անցկացրեց այսօր Տեղենիսի դարպասապահը Հակոբյան Գնդակի կորուստ պարզ իրավիճակում Հակոբյան 7-0 7-0 Լևոն Հակոբյան Փոփոխություն Տեղենիսի դարպասապահը փոխարինվում է Եվ Ռեալը 7-րդ անգամ խաղը վերսկսում է դաշտի կենտրոնից Հակոբյան ստանում է գնդակի կենտրոնում անհաջող փոխանցում Ժորա Գևորգյան Հրաշալի համագործակցություն արված և դարպասապահը վերցնում է գնդակը և խառը իրավիճակ է և փրկում է դրությունը հիմա Տեղենիսի դարպասապահը Փոխանցում Մանուչարյան դարպասածողն է փրկում Եվ պատասխան հարվածից հետո կրկին հորիզոնական դարպասածողն է օգնության հասնում Տեղենիսին Կարող էր Ռեալը խփել հեղինակության գնդակ, բայց մարզական բախտը չի ժպտում այսօր պարզապես արքայական թիմին Ռեալի հերթական գրոհը Մանուչարյան Հովանիսյանը խլում է գնդակը, սլանում է առաջ Արսենյան հեռացված է գնդակը, Հակոբյանը ստանում է գնդակը, բայց կարողանում է պահել իր մոտ Ոչ Դուրս էր եկել դաշտի սահմաններից Հակոբյան Փոխանցում հեռացնում են գնդակը, բայց մնում է Տեղենիսի մոտ փոխանցում առաջ Հովանիսյան փորձում է խապ տալ, բայց կորցնում է գնդակը հիմա հրաշալի հնարավորություն է ստանում Ռեալը շարժվելու առաջ Կարապետյան, Մանուչարյան Անհաջող փոխանցում Կրկին Տեղենիսն է գնդակով, փոխանցում, բայց այնտեղ փոխանցմանը ոչ ոք չէր սպասում, Ռեալի ֆուտբոլիստը հասնում է գնդակին, հեռացնել է պետք Հակոբյան Հարված և թույլ էր հարվածը դարպասապահի համար այս հարվածը ոչ մի վտանգ չներկայացրեց
Ղուկարյան փոխանցում դեպի Հովանեսյանը, ստանում է գնդակը, արված և կրկին Հովանեսյան, Մաքսիմ Սարգսյան և բավականին բարձր ընթացավ հարվածը, Տեղենիսն է գնդակով չեն շտապում, փոխանցում դեպի Տուգանային հրապարակ և քիչ էր մնում ինքնագոլի հեղինակ դառնար Ռեալի ֆուտբոլիստը Մանուչարյան, Հակոբյան, փոխանցում, եզրային նետում, անհաջող, փոխանցում, հարված Թեղենիսի դարպասից, Փոխանցում առաջարված և վերջ բարեկամներ Ռեալն է գնդակով Կարապետյան փոխանցում դեպի Տուգանային հրապարակ հարված չստացվեց հարվածը վերջ հանդիպումը ավարտված է հանդիպումը ավարտվում է բարեկամներ Թեղենիսը 7 անպատասխան գնդակ է ուղարկում Ռեալի դարպասը հրաշալի խաղ հրաշալի հաղթանակ վաստակում է իր 13-րդ միավորը ժամանակավորապես շրջանցում Ինտերին և Վերդերին և գլխավորում B խմբի մրցաշարային աղյուսակը Շնորհավորում եմ Թեղենիսի ֆուտբոլիստերին գեղեցիկ խաղի և ֆանտաստիկ հաղթանակի կապակցությամբ և մենք էլ այսքանով ավարտենք այսօրվա ռեպորտաժը Ուրարտու մարզադաշտից հաղորդումը վարեց Շավարժ Հարությունյանը մինչ նոր հանդիպում